Հա։ Ինչ։ Այդ շատ հետաքրքիր է։ Լսի գիտես ինչ նշանակում է, որ դու ինչ որ մի բան ունես ինձ ասելու, չէ ավելի ճիշտ ուզելու։ Ու բնականաբար եթե հիմա ես ու դու կռվենք, դու էլ երես չես ունենա ինձանից ինչ-որ բան ուզես։ Ես 18 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում շատ լավ հասցրել եմ քեզ ճանաչել։ Ու համոզված ասում եմ, որ հենց էտա որ կա։ Նորից նույն բանն ես ասում։ Ես կռիվ չեմ անում, այդ դու ես կռիվ սարքում ամեն անգամ։ Լսի ինչ ես ուզում։ Ամեն ինչից դժգոհ ես։ Ես եմ դժգոհ։ Հա։ Դες բան մեկ էլ չասես։ Ես շատ գոհ եմ։ Չափից դուրս գոհ եմ, շատ։ Ես ոնց որ դու էիր ասում, ամուսնացել եմ շատ ճիշտ աղջկա հետ։ Չէ՞։ Հա։ Հիշում ես ինչ էիր ասում, թե մոռացել ես։ Որ ասում էիր, եթե դու չլինեիր, ես կմնայի հին աշխատանքին։ Առաջ չէի գնա, ոչ մի բան չէի ունենա։ Ճիշտ է։ Հա։ Դե ինչ որ կա, այդ ամեն ինչը դու լավ հիշի։ Բայց կներես էլի, ուղղակի տենց հարմար պահ չի եղել հարցնել։ Այդ ինչ ես արել ինձ համար, որ ես առաջ եմ գնացել։ Կարամ իմանամ։ Վերջացրու, հա։ Չէ, ասա իմանամ, էլի, ես էլ իմանամ, այդ ինչ ես արել, որ ես առաջ եմ գնացել, ո՞նց ես դու մտածում։ Հա՞։ Խմած ես։ Ես եմ խմած։ Հա։ Մեկ էլ դες բան չասես։ Խմած։ Երբեք դու հիմա պատասխան իմ հարցին։ Պատասխանում ես թե չէ։ Հա, այդ ես եմ դրթել, որ դու առաջ գնաս։ Չես հիշում։ Ժամանակին տեղում դոփում էիր։ Ոչ մի ձգտում չունեիր։ Հետո Հետո եղածով բավարարվում էիր։ Ու ես եմ նենց արել, որ դու ավելիին հասնես քո աշխատանքում։ Առաջ համաձայն էիր հետս։ Այդ հիմա ինչ եղավ։ Միտքդ փոխել ես։ Չէ։ Միտքս չեմ փոխել, բայց մի բան հարցնեմ, էլի։ Այդ ինչի ես դու ինքդ քեզ տենց դզում փչում։ Բայց սալոնները։ Այդ մարդիկ սալոն են բացել, չէ, գեղեցկության։ Ու աշխատացնում են, ով պիտի գնա։ Դու ումից ես պակաս, ինչի չես գնում, հա։ Գոնե դու ինքդ զգում ես, որ մեր ընտանիքը ընտանիք չի, հա։ Մի բան կուտես։ Ես քեզ լուրջ եմ ասում, դու զգում ես, որ մեր ընտանիքը գոյություն չունի, չկա։ Հեսա ճաշը կտակացում։ Սպասի։ Այ սենց դու ամեն անգամ, հենց որ քեզ վտանգ է սպառնում, խոսակցությունից փախչում ես։ Ճաշը տակացրու։ Ես էլ գնամ փոխվեմ, որ հանկարծ չզզվես ինձանից։ Մտեք։ Ձեր սուրճը։ Շնորհակալ։ Ինչպես է նախաճաշը հավանեցիք։ Շատ լավն էր։ Հաստատ մայրս ասել, որ ես այս շոկոլադն եմ սիրում, չէ։ Այո։ Մայրս ոչ մի մանրուք աչքաթող չի անում, հատկապես երբ դա ինձ է վերաբերում։ Այդպես է։ Երբ որ ծնող ես դառնում, ամեն ինչ փոխվում է։ Այո, երբ ծնող ես դառնում, ամեն ինչ իսկապես փոխվում է։ Այն ծնող դառնալուց հետո ես սկսում հասկանալ ծնողի մտահոգությունները, մանրուքների մասին այդքան մտածելը։ Առաջ ես զարմանում եմ, որ մայրս կարող է մարացամեն միանշան բանի համար զայրանալ, մտահոգվել, երբեմն տանջվել։ Բայց հիմա հասկանում եմ։
Հիմա երբ տարիներ են անցել, ես մեծացել եմ, զավակ ունեմ, հասկանում եմ, այդ շարունակում եմ անել այն ինչի համար հետո զղջում եմ, որ դա ցավ է պատճառում մորս։ Երեք հալա կյանքը տարօրինակ բան է։ Միայն տնոտ անալուց հետո ես սկսում հասկանալ ծնողիդ։ Աշխարհում չկա այնպիսի ծնող, որ գնահատված լինի։ Ճիշտ է։ Գուցե նստեք, շատ գործ ունեք։ Ոչ այնքան։ Նստեք։ Ես հենց նոր մի կարևոր գործարք ավարտեցի։ Ինձ համար հաճելի կլինի խոսել և սուրճ խմել հաճելի մարդու հետ։ Շնորհավորում եմ ձեզ։ Իսկ շատ եք աշխատում։ Շատ եմ աշխատում։ Շատ եմ աշխատում, բայց սիրում եմ գործս։ Տարիներ առաջ ընկերներիս փորձում էի համոզել, որ ինտերնետը և համակարգիչը դա մեր ապագան է։ Չէին հավատում, իսկ հիմա համոզվեցին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ տարիներ առաջ նպատակ ունեի, այսօր հասել եմ նպատակիս։ Երբեմն հիշում եմ այդ մասին և այդ միտքը ինձ օգնում է։ Շատ լավ եմ հասկանում ձեզ։ Ես էլ եմ նույնը ասում իմ աղջկան։ Ասում եմ, որ պետք է հասնի նպատակներին։ Այ հիմա, որ ձեզ լսում եմ, պետք է գնամ աղջկաս, ձեր մասին պատմեմ։ Գիտեք, շատ շուտ հիասթափվում եմ։ Դա այնքան էլ լավ չի։ Ճիշտն ասած, ես գյուղից միայն մի նպատակով եկա, որ իմ աղջիկը այս կյանքում իր տեղը գտնի։ Ես չկարողացա իմ տեղը գտնել։ Գոնե ինքը հասնի նպատակներին, չնայած ժամանակին լավագույն ուսանողուհին էի համալսարանի։ Բայց գնացի գյուղ, ամուսնացա։ Միակ բանը, որ մնաց իմ կրթությունից, գյուղի դպրոցում աշխատելն էր։ Շատ բաներ խանգարեց ինձ։ Չգիտեմ, միգուցե սխալ եմ եղել։ Միգուցե կարող է ինչ-որ բանի հասնել։ Բայց չեմ բողոքում։ Ես շատ լավ ամուսին եմ ունեցել։ Շատ լավ։ Հրաշք աղջիկ ունեմ։ Ու նայում եմ նրան ու հասկանում եմ, որ իզուր չեմ ապրել կյանքս։ Երեխաները մեր կյանքի իմաստն են։ Ճիշտ է։ Ամեն դեպքում ափսոս է, որ լավ մասնագետ եք, բայց այդպես էլ կյանքում չեք գտել ձեր տեղը։ Համոզված եմ, որ հնարավորություն ունեցել եք մնալու քաղաքում լավ աշխատանք գտնելու, բայց դա ձեր ընտրությունն էր։ Այո։ Իսկ ձեր աղջիկը նա արդեն կողմնորոշվել է մասնագիտության հարցում։ Ոչ, դեռ չի որոշել։ Շատ խելացի աղջիկ է։ Գիտեք, փոքր ժամանակ այնպիսի գրքեր էր կարդում, որ զարմանում եմ, հասկանում է, թե չէ։ Բայց հետո զրուցելով հասկանում է, որ իրոք հասկանում է։ Շատ յուրահատուկ ընդունակություններ ունի, դրա համար եկա քաղաք։ Գյուղում ինձ ասում էին, գնում ես քաղաք, ինչ անես։ Այնտեղ պետք է ծանոթներ ունենաս, մարդիկ, որ կարողանաս ինչ-որ բանի հասնել։ Բայց ես այդպես չեմ մտածում։ Ուզում եմ, որ իմ աղջիկը բարձրագույն կրթություն ստանա։ Գիտեք, երեկոյան երբ տուն գնացի, իմացա, որ իմ աղջիկը մասնակցելու է դպրոցական օլիմպիադա։